կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Հատիկ առ հատիկը բարիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենտես դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։ Փաշինյանի Գյումրիում տեղի ունեցած այցնու ելույթը բարկացրել է գյումրեցիներին։ ՇՔ-խմբով այցելել ու պարալիզացրել էին քաղաքը քիչ չի, վարչապետը գյումրեցիների խոսքով իրենց ապուշի տեղ է դրել ու պտտել 2018-ի սկավառակը։ Դա շատ անհարգալից եւ շատ ցինիկ վերաբերմունք էր Գյումրուն եւ գյումրեցիներին։ Գիտեք, հարցը ինչ է, որ ես ընդդիմադիր եմ, ինչ որ X մարտը իշխանամետ է, մենք բոլորս էլ սպասում ենք ծրագրերի։ Ամեն դեպքում մենք ուզում ենք լսել ծրագիր։ Այսինքն Նիկոլը համարում է, որ գյումրեցին այնքան մարգինալ է, այնքան անգրագետ է, այնքան հիմար է, որ ինքը կարող է իր 7 տարի առաջվա այդ թուփ առ թուփ, քյաբաբ առ քյաբաբ հետ բերելու մասին զառանցանքը մի փոքր փոխել, դարձնել, ասենք, Range Rover-ից Range Rover, յաշիկից յաշիկ, գալ էստեղ նույնը ասել։ Չէ, ինձ հետաքրքիր էր, ամբողջ քաղաքը պարալիզացրել էին, մի քանի ժամ քաղաքը պարալիչ էին մատնել, ինքը եկել էր դրա համար, որ տեխնոպարկում այդ ապուշ ելույթ ունենար։ Նիկոլ Փաշինյանի մոտ ընտրություններից առաջ այդ նախկինացավի նոպաներ է բերում, հա, որովհետև ինքը մնացել է 18 թվականի բառամթերքի տակ, արդեն իր հայտարարությունները կորպոսլած այդպես հայտարարությունների տպավորություն են թողնում, որովհետև 18 թվականի այդ բառամթերքին այլևս ոչ մեկ չի հավատում, այն պատճառով, որ 7 տարի իրենք իշխանությամբ էին, 7 տարի, լուծնել էր իրենց ձեռը, մեղնել էր իրենց ձեռը, ինչ են արել, ոչ մի բան ըստ էության, հա, մի հատ Range Rover, հա, հետ են բերել կամ չգիտեմ մի երկու քառակուսի հողակտոր, դա ցույց է տալիս, որ իրենք կամ թալանի դեմ այլ ձև են պայքարել, այն որ թալան եղել է նախկինում ոչ ոք չի ժխտում, կամ այդ թալանը հետ են բերել հայտնվել է իրենց գրպաններում, կամ այդ թալանը այն ծավալով չէ, ինչ ծավալով իրենք ներկայացրել են։ Այսօր Հայաստանում թիվ 1 անհանգստության անունն է իշխանություն, որից վախենում են բոլորը։ Այսինքն վախի մթնոլորտ ձևավորելու համար էր այդ գորգորոսներն ու ճիչերը, թե Գյումրիում այս այսպես կանենք բան, բայց 7 տարվա մեջ այդպես էլ այդ մարդու ոչ բառամթերքը, ոչ ասելիքը չփոխվեց։ Ու ես չէի ուզենա, որ Հայաստանի Հանրապետությունում եւս 7 տարի կամ 5 տարի մենք խոսեինք հադիկից կամ մաշիկից։ Մաշիկ առ մաշիկ հետ բերելուց կամ արդեն ծիծաղելի է։ Հեշտական հին ու բարի այսպես ձևակերպում տանցագեստավոր հին ու բարի տեխնոլոգիաներ է կիրառվում սևուսկիդագի, նախկինի ու ներկայի, թալանվածի ու գողացվածի։ Ես ուզում եմ հասկանամ, եթե մեր սարիգը, այսինքն իրանց սարիգը, դառնալու է քաղաքապետ 4 տարով, ինչ ծրագիր է առաջարկելու։ 4 տարվա տեսլագանը իրենց ո՞րն է Գյումրիի։ Իր առաջարկային էր, որ եկավ այստեղ գյումրեցիներին անհարգալից, ասենք, գյումրեցին այդքան չկա էլի, որ ինքը ծրագիր առաջարկի։ Մտածում եմ, որ այնքան մարգինալ է, որ էլի այդ նախկինները, չգիտեմ, ինչերը, էլի նույն այդ հին եւ հնացված ապուշ թեզերը առաջ տանելով բան արեց էլի, համ դա առաջ տարավ, համ սկսեց ահաբեկել սարիգի ուրեմն հակառակորդներին, ասենք ետ բերող էր, հլը ետ բերեիր, բերածը մի հատ Ռամզես երկրորդի ժամանակաշրջանի պատմական Range Rover-ը չէ, որ առանց ամոթի ուրեմն գրառում էր անում դրա վերաբերյալ, այն պարագայում, երբ որ եկել էր Հայաստանն ու Արցախը իրար հետ 44,000 քառակուսի կիլոմետր տարածքի, հիմա Հայաստանից 29,743 էլ չկա։ Քանի որ իր կառավարման տարիներին մենք կորցրել ենք մենակ 20-ից մինչև 23 թվականի 200 քառակուսի
կիլոմետր տարածք, դա Երևանից մեծ տարածք է, այդ չասեմ, որ նույն Ադրբեջանի քմահաճույքով իրականացված սահմանազատման եւ սահմանակցման արդյունքում մենք ահռելի տարածքներ ենք տվել Ադրբեջանին դրա դիմաց չստանալով որևէ միլիմետր հող։ Ու առանց ամոթի այդ մարդը խոսում է հետ բերելուց։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Որովհետև ես վերջին օրերը այս դիտանկյունից նայեցի եւ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք Նիշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Դե մի հատ հաշվենք էլի Գյումրիում 350 միլիոն դոլարի գույք ընդհանրապես կա թե չկա։ Այս աղքատ, ամենաաղքատ քաղաքն է, ամենաաղքատ մարզն, ամենաշատ նպաստը այս Գյումրիից է ստանում։ Այս աղքատ մարզում եկել է Թալանից է խոսում։ Ով Նիկոլը թող է Թալանից չխոսի, եթե մենք Թալանի մասին ենք խոսում։ Հələ մի հատ թող իր Թալանին նայի։ Հայտնի Տիգրան Ավինյանի Անիֆի պատմություն միլիոնավոր դոլարներ ուղղակի մաքսվել են։ Իրենց կողմից շահած ասֆալտի տենդերները, մեկ անձից գնումները, հարյուրավոր արդեն սկանդալներ կան իրենց կողմից, իր քպականների կողմից կազմակերպված, չգիտեմ, կասկածելի գործարքների, իրենց կառուցած տղյակների, իրենց հանգստի, օլիգարխների հետ իրենց շփումների եւ այլնի մասին։ Հələ թող այդ մասին խոսի։ Երկրորդ, Թալանից որ խոսում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանից թալանել է հազարավոր քառակուսի կիլոմետրեր տարածք հող, Արցախը մեկ, Հայաստանի իշխան տարածքներից հսկայական հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով տարածքներ հանձնել է Ադրբեջան, այդ դա է թալանը։ Հիմա ո՞րն է ավելի թանկ, ասենք մի քանի կտոր, չգիտեմ, շենքը, հողը, Բրաբուսը կամ Range Rover-ը, թե այն մեր պատմական հողերը, որը Նիկոլ Փաշինյանը նվիրել է Ադրբեջանին։ Այդ թալանի մասին թե Նիկոլ Փաշինյանը խոսի։ Դե փորձենք Գյումրվա լավագույն շենքերը գումարի վերածել եւ հասկանալ թե ինչի մասին է խոսքը։ Մի քանի օգուտ ունեցվածքը իրար հետ առնվազն լավագույն դեպքում 25-30 միլիոն դոլարի չի կազմել։ Գյումրիում կա մոտ 40% սոցիալական խավ, որը հետաքրքրված է թե ով ինչ ունի, ինչքան ունի եւ իր հայտարարությունը դրա համար է։ Ես կարծում եմ, որ այդ թվերը նախ ուշացված են, եթե նույնիսկ իրականությանն էլ համապատասխանի, ասենք ինչ է նշանակում դուրս են եկել, այսինքն ինքը արդեն հիմիկվանից ուզում է վախի մթնոլորտ ստեղծել Գյումրիում։ Նույնիսկ եթե հիմնավորեն որ կա թալանված գույք կամ գողացված գույք, եւ 1-2 շենք այդ գույքը հետ վերադարձնեն, այսօր գյուղրեցիները բազմաթիվ այլ խնդիրներ ունեն եւ այսպես ասած ժողովրդի լեզվով ասած ոչ մեկի աչքին դա չի էլ երևալու, որ այդ տեխնոլոգիան կիրառեն եւ դրա արդյունքում թվը կարողանան ապավել։ Այսօր գյուղրեցին 2500 գյուղրեցի տնագում է եւ մենք բնակարանաշինություն չունենք Գյումրիում, իսկ խոսում ենք թալանվածը հետ բերելուց 7 տարի առաջ նույն տեխնոլոգիան կիրառելով եկել են իշխանության, այս պահին էլ իշխանությունը պահելու համար կոնկրետ Գյումրիում նույն տեխնոլոգիան են կիրառում, որը միանշանակ իր էֆեկտիվությունը չի ունենալու։ Ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Թե ինչի են տեղի ունենում արդարեշտ ընտրությունները, այո, ինչի են տեղի ունենում են հենց այն հետևանքով, որ քաղաքացիական պայմանագիրը տարիներ շարունակ ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ հանրապետությունում, որտեղ թիմերում իրենք չեն ունեցել համայնքի ղեկավարներ, ցանկացած քայլերի միջոցով այնպիսի քայլեր են կատարել, որ ունենան այդտեղ համայնքի ղեկավար եւ նույնը
վերջը հասանք, եկանք հասանք Գյումրի, նույն ծերագիրը ունեցանք Գյումրիում էլ իշխանազավթում տեղի ունեցավ եւ ըստ էության գնացինք մենք դեպի արտահայտ ընտրություններին։ Փաշինյանը գյումրեցիների սրտին դիպչելու համար խոսեց քաղաքի սիմվոլները յուրացնելու մասին, սլաքներն ուղղելով Բալասանյանին։ Նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը Սև բերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով եւ պետք է վերադարձվի համայնքին։ Մոլորեսնող տեղեկատվություն է տրամադրվում հանրությանը այն մասին, որ սև ամրոցը թալանված է հետ են բերելու, հիմք ընդունելով հարուցված քրեական գործը, այն երկու գործը, որը վերաբերում է ոչ թե սև ամրոցին, այլ վերաբերում է սև ամրոցի հարակից տարածքին։ Հիմք են ընդունում ընդանուր այն խոսույթը, որ կա թալանված գույք եւ անուններ չեն տալիս, բայց ամբողջ բոլոր տեխնազուներին ըստ էության կարող է դա վերաբերել, որովհետեւ կոնկրետ անուններ չեն տալիս։ Այդ ձևակերպումները ես չեմ ընդունում։ Ես Սամվել Բալասանյանի ոչ կողմնակից եմ եղել, ոչ էլ նրանց թիմակից եմ եղել, ոչ էլ օգտվել եմ այդ մարդուց, ինչ որ օգուտներ եմ ստացել, բայց մենք ապրում ենք Գյումրիում եւ ես եւ դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ եթե Սամվել Բալասանյանի ձեռք բերված սև բերդը ապօրինի է, ապա այդ ապօրինությունը պետք է փնտրել շատ վաղուց, որտեղ Սամվել Բալասանյանը բերդը պետությունից չի ձեռք բերել։ Սամվել Բալասանյանը բերդը ձեռք է բերել հայտնի գործարար Հայկ Հայրապետյանի ընտանիքի անդամներից։ Հայկ Հայրապետյանը, գիտեք, ինքը հայտնի գործարար էր Սանկտ Պետերբուրգում, որի եղբայրները ապրում էին Գյումրիում, ինքն էլ ինչ-որ ծրագրեր ուներ ստեր բերդի հետ կապված, քաղցկեղով հիվանդացավ, մահացավ, ընտանիքի անդամները դա վաճառել են Սամվել Բալասանյանին։ Հիմա հարց է առաջանում. նախ ինչպես է հետ բերելու, այսինքն Սամվել Բալասանյանը այդ բերդը առել է ֆիզիկական անձից։ Այդ մեկ, որովհետև Նիկոլը բացայտ մանիպուլյացիաներով է զբաղվում, տպավորություն ստեղծելով հանրության մոտ, որ Սամվել Բալասանյանը այդ բերդը ձեռք է բերել ինչ-որ պետությունից։ Գյումրեցիների մոտ տպավորություն թողնելու համար Փաշինյանն անցավ ընդդիմախոսներին, նրանց անվանելով առնետներ։ Ոմանք հազար ներողություն այս բառիս համար առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու եւ մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալները, որտեղ իրենք սպասեն եւ սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը։ Վերջին ճակատամարտ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասել, բայց իր համար է ասել։ Ես չեմ իջնի իր մակարդակին, իր բառապաշարի մակարդակին, առնետ եւ այլն, բայց որ ինքը վերջին ճակատամարտն է մղում, հաշվի առնելով հանրային տրամադրությունները, ԿՊ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքը հատկապես գյումրեցիների, դա է փաստում։ Ու իրենք իրենց վերջին ճակատամարտն են մղում իրենց հետ գծածը պահելու, իրենց իշխանությունը պահելու համար, որովհետև եթե չլինի իրենք եթե չունենան իշխանություն, այս երկրում, այս քաղաքում չեն կարող ապրել։ Նույն այստեղի ԿՊԱ-ականները, իրենք ընդհանրապես հանրապետության մասշտաբով, այդ առումով շատ ճիշտ է ասել, իրենք վերջին ճակատամարտն են մղում, որովհետև այլ կերպ իրենք ոչ այս քաղաքում, ոչ էլ այս երկրում տեղ ունեն։ Ճիշտ չէ, վախի մթնոլորտը Գյումրիում չի աշխատելու։ Ես կարծում եմ, որ մենք, այսինքն ընդդիմադիր ուժերը, ովքեր որ հիմնականում ոչ ԿՊ-ական զանգվածն են, իրենք պատրաստ են մինչև վերջ գնալու, մինչև անգամ ձերբակալությունների գնով։ Գյումրի քաղաքը միշտ անակնկալներով լիքն է եղել եւ ինքը միշտ այսպես իրեն ցույց է տվել ու ընդդիմադիր կեցվածքով ցույց է տվել եւ ասել է, որ իշխանությունները Գյումրիում տեղ չունեն։ Ռիփսիմե Ջեբեջյան, Նունե Արևշատյան, Տարոն Ղանդիլյան, Տրիբյուն AM։